13-րդ դարի կառույց է։ Հիմա այս պահին մենք գտնվում ենք ամենափրկիչ եկեղեցում, որը կառուցվել է 966 թվականին։ Նախ առաջին եկեղեցի սկսենք, Պաստատածին եկեղեցին է, փոքր եկեղեցին, որ կառուցվել է 942 թվականին եւ կառուցողը Աբբաս Բաղդադյանի թագավորն է եղել, ի ժամանակ կառուցվել եկեղեցին եւ հետո արդեն 966 թվականին կարիք է եղել մեծ եկեղեցի կառուցելու, որովհետեւ պատմությունը ասում է, որ ժամանակին այս տարածքում Սանահինում եւ Հաղպատում 500-ից ավել ուսական հոգեորականներ են եղել, վանական կյանք է եղել այստեղ եւ դրա համար կարիք է եղել ավելի մեծ եկեղեցի կառուցելու։ Եւ վանականները այստեղ ապրելով նաեւ իրենց համար ճեմարան են կառուցել, որ երկու եկեղեցիների առաքում է, կոչվում է Գրիգոր Մագիստրոսի ճեմարանը, ժամանակի հայրենի քրիստոնյաներից մեկն է եղել, որ դպրոցի ժամանակ այստեղ բնականաբար որ մարդիկ գնացել են ուսում են ցանկացած տոնը, միշտ բանկերում են գնացել եւ բանկերում են ստացել իրենց ուսումը բարձրական ցույցը։ Եվ հետո արդեն կարիք է եղել նաեւ գերակու կառուցելը, որտեղ որ ձեռագիր գրքերն են գրել եւ պահվել են արդեն ձեռագիր գրքերը։ Գերակունը որ պատտվեք կտեսնեք, գերակունը արդեն նախ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, որ ասեցի կառուցվել է 966 թվականին, կառուցողը եղել է Աշոտ 3-րդ ողորմածի կինը, Խոստովանուշ Թագորին, նաեւ Աղբատավանքին չի եղել։ Աղբատավանքի նաեւ Սուրբ Նշան եկեղեցին է Խոստովանուշ Թագորին կառուցել, այս երկու եկեղեցիները կառուցել է իր երկու զավակների Սմբատի եւ Գուրգենի հետագայում Գուրգենը կոչվել է Քյուրիկեր, իրենց առաքշատության համար է այս երկու եկեղեցիները կառուցել եւ երկու եկեղեցիների հետագա մասում փոխվեք հետասնեք երկու եղբայրների հարթականդակը, որ իրենց ձեռքում պահել են եկեղեցու մանրակերտը, որ իրենց ձեռքերում այսպես պահվել է մանրակերտը եւ նախ անունները, որ ավանդազրույց այսպես ասում է Սանահին, ինչու է կոչվել Սանահին, ինչու է կոչել Հաղպատ, պատմությունը կապված է ճարտարապետների հետ, ճարտարապետները եղել են մեր հայտնի կրթած ճարտարապետը եւ իր հայրը, եւ ավանդազրույցը այսպես է ասում, որ հայրենիքի շինարարությունը այստեղ է սկսել եւ հետո որդին գնացել է Հաղպատավանքի եկեղեցին է սկսել կառուցել եւ երբ որ հայրը այստեղ կառուցել վերջացրել է գնացել է որդու մոտ եւ ասում է երբ որ որդու կառուցած եկեղեցին տեսել է, ասում է որ ձեռքով հարվածել է եկեղեցուն, ասել է ինչ ամուր պատ է, Հաղպատեցիք ամուրին հաղին են ասում, հաղին պատ եւ Հաղպատը երբ որ բացատրվում է բառը նաեւ հաղ նշանակում է մեղք, գաղջ, ատ նշանակում է անջատվել, զատվել, այսինքն մեղքերից ազատվելու վայր, ինչպես որ ցանկացած եկեղեցի, երբ որ մենք մեղավոր լինելով, մենք մեզ մեղավոր համարելով գնում ենք եկեղեցի եւ խոստովանում ենք մեր մեղքերը, որից հետո որ հաղորդությունը ստանում ենք եւ Աստված ներում է մեր գործած մեղքերը։ Եվ ասում է, երբ որ հայրը որդու վերադառնում են այստեղ, այդ ժամանակ է որ որդին ասում է, սա ավելի հին քան իմ կառուցածը, սա նա հին։ Մեկ այլ բացատրություն էլ կա, էլի ավանդազրույցի հետ է կապված, ինչպես գիտենք, Գրիգոր Դուսավորը երբ որ ձեռնմուխ եղավ քրիստոնեության տարածմանը, ասում են բոլոր հեթանոսական տաճարները քանդվեցին եւ տարածքներում եկեղեցիներ կառուցվեցին։ Ավանդազրույցը ասում է, որ այս տարածքում եղել է Անահիտ Աստվածուհու տաճարը եւ ասում է, երբ որ տաճարը քանդվել է, մի կաթսա է մնացել, որի մեջ որ ժամանակին զոհեր են մատուցել, ու այդ կաթսան կոչվել է Սա։ Հին կաթսա, Սա նա հին, երկրորդ բացատրությունը։ Եվ երրորդ բացատրությունը, ինչպես մեր մայր տաճարին Սուրբ Էջմիածինն ենք ասում, իջավ միածին է Էջմիածին, Սանահինի հետ կապված ասում ենք Սա նա հիմն, այսինքն նրա Աստծո կողմից հիմնված եկեղեցի։ Եվ մինչ այժմ էլ վիճելի է, որ ասում են գյուղն է եկեղեցու վանքի անունով կոչվել, թե վանքը գյուղի անունով, որովհետև ինչպես գիտեք, բոլոր վանքերը, վանական համալիրները, երբ որ
Հայաստանով մեկ շրջեք դնակ տեսնեք, վանականները միշտ աշխատել են տնից, այսինքն քաղաքից, գյուղից, մարդկանցից միշտ հեռու գնան, առանձնանան, կլինի դա անտառում, կլինի անապատում, առանձնանան ժողովրդից հեռու իրենց աղոթքներով։ Դրա համար առաջի վարկածը կարելի ասել, որ եկեղեցին է, վանքն է կառուցվել, հետո նոր գյուղն է առաջացել իր շրջակայքում։ Իսկն եղել է դեպքեր, որ մարդիկ եկել են և ցանկացել են արդեն եկեղեցու տարածքում էլ ապրել և բնակվել։ Դրանից էլ արդեն առաջացել է վանական համալիրի շրջակա բնակչություն։ Ինչպես ասացի, եկեղեցին վանքը կառուցված է, բաղկացած է 3 եկեղեցիներից, 2 մատուռներից, Գրիգոր Մագիստրոսի ճեմարանը, գրատունը, այստեղ նաև կան 3 իշխանական դամբարաններ։ Առաջի դամբարանը, որ ինչպես ասեցի, Սմբատ և Գուրգեն հետագայում կոչվել է Գյուրիկե թագավորի գերեզմանն է այստեղ, դամբարանն է այստեղ, որ կոչվում է Գյուրիկյան դամբարան, Գյուրիկյանների դամբարան։ Երկրորդ դամբարանը Արղության դամբարան է կոչվում։ Արղոտ հունարեն բառ է, հայերեն մենք ասում ենք երկար բազուկներ ունեցողներ, իսկ ռուսերեն կոչվում է Դալգարոկի։ Իրենց դամբարանն էլ է այստեղ, եւ նաեւ երրորդ դամբարանը, որ Զաքարյանների դամբարանն է, բաղկացած է 2 մասից՝ հին դամբարան եւ նոր դամբարան։ Հին դամբարանը մատուռ դամբարան է, որ Զաքարեն իր հոր Սարգիսի դամբարանի վրա կառուցել է 3 փոքրիկ մատուռներ, 2 փոքրիկ մատուռ եւ հետագայում էլ 2 մատուռների արանքում էլի մի փոքր մատուռ է կառուցել։ Ցավոք սրտի այս պահին այդ մատուռները դամբարանի վրայի խոնարհված են եւ կարելի ասել 18-րդ դարում հզոր երկրաշարժից հետո դամբարանները խոնարհվել են, նաեւ երրորդ եկեղեցին Սուրբ Հակոբ եկեղեցի կա այստեղ, որ էլի 11-րդ դարի եկեղեցի է։ Էլի նույնպես 17-րդ դարի հզոր երկրաշարժից Սուրբ Հակոբ եկեղեցին է մինչ օրս խոնարհված եւ ասում է, որ թե գումար չի եղել, թե ինչ չի եղել, Սուրբ Հակոբի քարերով, եկեղեցու քարերով այս Ամենափրկիչի ներսը 4 կամարները որ կտեսնեք, հետագայում 18-րդ դարում այս 4 կամարները կառուցվել, ի պահպանություն եկեղեցու ամրուց ավելի որ եկեղեցին ամուր լինի, որովհետև 18-րդ դարում նաև Ամենափրկիչի եկեղեցին է տուժել, կիսով կարելի ասել քանդվել է, եւ գմբեթը որ նայեք, ինքը փոքր է այս բան երևում, ժամանակին ավելի գմբեթը մեծ է եղել։ Հետո արդեն փոքրացրել եմ գմբեթը, որպեսզի երկրաշարժից հետագայում էլի նորից չխոնարհվի։ Եվ պատուհանները որ նայեք, կամարները հետագայում որ կառուցվել են, արդեն պատուհանները կիսով փակվել։ Ու եկեղեցիների գավիթների պատերին կտեսնեք խաչքարեր, կտեսնեք քանդակված խաչեր, ու նաև գավիթներում տապանակարեր կտեսնեք, եւ ձեր մեջ հարց կառաջանա, թե տապանակարերը ինչու են մեր ոտքերի առջև, այդտեղ հաղորդավորածները, իշխանական տան անդամները, բարերարներ եւ հոգեվորականներ, իրենք են ցանկացել, որ իրենց մահվանից հետո էլ իրենց փոքրիկ ծառայությունը բերեն, ինչպես որ իրենց ողջ եղած ժամանակում են ծառայել, խոնարհվել մեր ազգին, մեր ժողովրդին, նաեւ այս օրերին էլ, այսինքն իրենց արդեն շիրիմ դարձած ժամանակ էլ ցանկացել են ծառայեն մեզ, որպեսզի մենք էլ իրենց վրայով քայլենք այն դեպի Աստված։ Ես նաև այսպես եմ բացատրում, որ իրենք բարձր են եղել, չէ, իրենց իշխանությամբ, իրենց դիրքով, իրենց պաշտոնով, բայց նաև ցանկացել են այդ բարձրությունից խոնարհվեն ու ծառայեն։ Ու նաև պատերի վրա այդ խաչերը որ կան, յուրաքանչյուր խաչ մի բարերարի, մի իշխանական տան անդամների խաչեր են, որոնք եւ եկել են եւ իրենց բարերարությունն, իրենց փոքրիկ լուման են տվել եկեղեցու բարգավաճման, եկեղեցու ծաղկման համար։ Աստված էլի օգնի յուրաքանչյուրի, պահի ու պահպանի բոլորի ընտանիքների անդամներին առողջություն, պարգևի այժմ եւ միշտ եւ հալիցյան։